Դուք հիշում եք իհարկե, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մենք մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելը, մեր նպատակային ցուցանիշը տարեկան միջին 7% տնտեսական աճ ապահովված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տարբեր հարթակներով ազդարարեց 2021-ին իրենց սահմանած տնտեսական նպատակներից մեկի իրագործման մասին, բայց ոչ մի բառ չհնչեց նույն 2021-ին ամրագրված, սակայն մինչ այս պահը կյանքի չկոչված սոցիալական ու տնտեսական առանցքային այլ նպատակների ու խոստումների վերաբերյալ։ Ինչ կա կառավարության հնգամյա ծրագրում եւ ինչի մասին չեն խոսում գործադիրի նիստերին։ Գործազրկության մակարդակը բերել 10%-ից ավելի ցածր մակարդակի։ Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագրի ներկայացումից արդեն ավելի քան 3.5 տարի է անցել ու չնայած իշխանությունները պարբերաբար աշխատատեղերի թվի մասին հայտարարություններ են անում, բայց գործազրկության մակարդակը սահմանված 10% շեմից նվազեցնել առայժմ չի ստացվել։ Երկրի տնտեսական կյանքը բնութագրող այս կարևոր ցուցանիշը 2021-ին 15.5% է կազմել։ Այս պահին առկա ամենաթարմ տվյալները 2024-ի երրորդ եռամսյակն են ամփոփում։ Գործազրկության մակարդակը 13.3% է։ Կառավարությունն իր սահմանած նպատակն ու խոստումը կատարելու համար եւս 1.5 տարի ժամանակ ունի, բայց վերջին միտումներով գործազուրկների թիվն ընդհակառակը մեծանում է։ 2023-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 167,000 մարդ, անցած տարվա նույն ժամանակահատվածում շուրջ 186,000։ Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք հետազոտությունների նախորդող ամսվա ընթացքում ակտիվորեն աշխատանք են փնտրել ու պատրաստական են եղել անմիջապես գործի անցնել։ Հնգամյա ծրագրում կառավարությունը աղքատությունը կրկնակի կրճատելու մասին է նշել։ 2021-ին աղքատության մակարդակը պաշտոնապես 26.5% էր։ Քաղաքացիների սոցիալական վիճակը բնութագրող տվյալը համեմատաբար ուշ են ամփոփում։ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի թվերը, աղքատության մակարդակը 23.7% է, այսինքն շուրջ 700,000 մարդ այդ տարի 53,590 դրամից պակաս ապրանք է սպառել։ Աղքատությունը կրկնակի նվազեցնելու դեպքում 2026-ին այս ցուցանիշը 13.5%-ից էլ ցածր պետք է լինի։ Նույն տեմպերով սա իրագործելը գործնականում անհնար է։ 2021-ին գործադիրը հայտարարել է 5 տարվա ընթացքում այն ժամանակ 1.5% կազմող ծայրահեղ աղքատությունը վերացնելու մասին։ Հրապարակված վերջին թվերով այն 1.1% է կազմում։ Ավելի քան 30,000 մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում։ Թերսնված է, ամսական 29,786 դրամից էլ քիչ է ծախսում։ Հնգամյա ծրագրի թիրախներից մեկ ուրիշը նվազագույն աշխատավարձի մասին է։ Մինչ 2026-ը այն սահմանել 85,000 դրամ։ Անցնող տարիներին այն մեկ անգամ ավելացել է եւ այժմ 75,000 դրամ է կազմում։ Խոստումը կատարելու համար մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները առաջիկա 1.5 տարում կառավարությունը նվազագույն աշխատավարձը պետք է եւս 10,000 դրամով ավելացնի։ Խոսք կա նաև կենսաթոշակների մասին։ 2021-ին կառավարությունը հայտարարել է մինչ 2026 թվականը միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին հավասարեցնելու մասին։ Հայաստանի շուրջ կես միլիոն կենսաթոշակառուները այժմ միջինը 49,000 դրամ են ստանում։ Նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ երկու վիճակագրություն է վարվում, մեկն ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության, մյուսն ըստ Առողջապահության նախարարության տվյալների։ Առաջին հաշվարկով 2024-ի վերջին եռամսյակում այն 61,000 դրամ է կազմել։ Այս տարի ավելացումներ չեն սպասվում։ Եթե նույնիսկ զամբյուղի արժեքը չմեծանա, խոստումը կատարելու համար 2026-ին կառավարությունը միջին կենսաթոշակը պետք է ավելացնի միանգամից 12,000 դրամով։ Մյուս վիճակագրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը շուրջ 76,000 դրամ է կազմել։ Այս տարբերակով հաշվելու դեպքում միանգամից մոտ 25,000 դրամի ավելացում է պետք։ Այս պահի դրությամբ չի ապահովում նաև տնտեսության համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։ 2021-ին կառավարությունը հայտարարել է ներդրում ՀՆԱ հարաբերակցությունն առնվազն 25%-ի հասցնելու մասին։ ՀՆԱ-ի զեկույցում ներդրում
ներդրումների ծավալը ցույց է տալիս համախառն կուտակման տվյալը։ Տնտեսական այս առանցքային ցուցանիշը ներկայացնում է, թե ծախսերին զուգահեռ ամբողջ երկրի մասշտաբով եկամուտների որ մասն է կուտակվում ուղղվում ներդրումներին կամ եթե պարզ հետ գծվում։ 2024-ի նախնական տվյալներով այս ցուցանիշը 22.2% է կազմել։ Ներկայիս փոխարժեքով անցած տարի Հայաստանում կուտակվել է 5.6 միլիարդ դոլար։ Հնայի առյուծի բաժինը ավելի քան 19 միլիարդ դոլար պարզապես ծախսվել է։